Բաքվի դատավարական ֆարսը հատել է դատաքննության փուլը։ Բացառությամբ Արցախի վերջին պետնախարարներից Ռուբեն Վարդանյանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության միասնական գործով ըստ Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականների դատախազները մեղադրական ճառ են կարդացել, նշելով, թե 1988 թվականից, այսինքն Արցախյան շարժման մեկնարկից ի վեր, նրանց ձևակերպմամբ կատարված հանցագործությունների մեջ բոլորի մեղավորությունը հաստատված է, դատախազ կոչվածի ֆանտազիան։ Միացում հանցավոր կազմավորման շրջանակներում նրանց միավորեց ազգային ատելությունն ու թշնամանքի գաղափարը Ադրբեջանի ժողովրդի դեմ։ Այս պարոնը պնդում է, որ Ղարաբաղյան շարժման նպատակը Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիան էր, մինչդեռ պատմությունն աշխարհի բաց աչքի առաջ էր։ Արցախի ժողովուրդը պայքարի էր դուրս եկել իրացնելու սեփական ինքնորոշման իրավունքը։ Իրավապաշտպանի գնահատականն է, ադրբեջանցիներն այս կերպ փորձում են մոռացության մատնել, չեզոքացնել Արցախյան շարժման բուն էությունը, կեղծել իրականությունը միջազգային հանրության հիշողությունում։ Եթե մենք չենք հակադարձում ըստ էության, ու չենք փորձում պարզաբանել կամ իրազեկել այդ միջազգային հանրությանը, խոսույթների պատերազմել է սա, այսինքն սա տեղեկատվական նաև պատերազմ է, ոչ միայն ռեալ, ու Ադրբեջանը նաև այդ դատավարությունները օգտագործում է հենց ինֆոպատերազմում իր խոսույթները առաջ տանելու համար։ Մեղադրական ճառերը դատախազները ներկայացրել են երկուշաբթի, մինչդեռ այսպես կոչված ապացույցների հետազոտման վերջին նիստն ուրբաթ էր, այսինքն դրան հաջորդող երկու ոչ աշխատանքային օրերը խոչընդոտ չէին այս կոստյումավորների համար։ Դժվար է ակնկալել, որ որևէ մեկ անմեղ կճանաչվի, հաշվի առնելով, որ սա դատավարություն չէր իրավունքի իմաստով, այլ դատաստան էր, ու ըստ էության ամեն ինչ արվում էր, որպեսզի իրենց խոսույթով, այսինքն Ադրբեջանի կողմի իշխանությունների խոսույթով իրենց նպատակին հարմար արդյունք լինի։ Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան, Վազգեն Սարգսյան, ադրբեջանցիների մեղադրական ճառը չի շրջանցել անգամ հայազգի ականավոր հասարակական քաղաքական այս դերակատարներին, մեկ այլ ցուցակ էլ հրապարակել են հատուկ նրանց մեղադրելու, այսպես կոչված հանցավոր գաղափարները տարածելու համար։ Իրականում երկու նպատակ ունեն, եւ կոնկրետ անձանց դեմ հնչեցել մեղադրանքները իրենց դերը որոշների, որտեղ տարբեր դերակատարում ունեցող անձինք են, դատարանում հայտնվել, եւ իրենց դեմ է, բայց ըստ էության մեղադրանքը, քանի որ անհատականացված չէ, եւ մենք տեսել ենք, որ 30 տարվա 35 անգամ տարվա չորզարգացումներ են վերագրվում ու ավելի շատ ընդհանրական է հնչեցվում, այդ թվում է ընդգծելով Հայաստանի որպես պետության դերը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միասնական գործով անցնող տարիների ընթացքում շուրջ 100 դատ է եղել, Ռուբեն Վարդանյանի դեպքում հազիվ 40-ը, եւ մասնագետները սա պատահական չեն համարում, պնդում են, մյուսների գործով ժրաջանությունն իր հերթին, Վարդանյանի պարագայում ծով համբերությունն իր հերթին առանձին նպատակներ ունեին։ Իդեպ Ռուբեն Վարդանյանը երեք որդու հետ հեռախոսազրույցի հնարավորություն է ունեցել ու բոլորիս Բաքվից փոխանցել է, որ Արցախը եղել է, կա ու կլինի, որ իրական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա, եւ որ հավատանք ինքներս մեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին եւ լույսը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։